Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը օպերային երգիչ Լևոն Ալմասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես ճանապարհ դեպի երազանք, այդպես էր կոչվում համերգային ծրագիրը, որը մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել, ձեր եւ Էլեոնորա Հարությունյանի համատեղ համերգային ծրագիրն է եղել։ Դեպի երազանք տանող ճանապարհը առհասարակ ինչպիսին է լինում։ Իմ կարծիքով դեպի երազանք տանող ճանապարհը մեր կարիերայում ամենայն դեպս շատ բարդ է եւ խոչընդոտներով լի, կարելի է այդպես ասել, որովհետև ամեն անգամ եթե դու բախվում ես ինչ-որ խնդրի ու դա մեր մոտ շատ հաճախ է լինում, եթե դու հիասթափվես, իմ կարծիքով դժվար հասնես այն նպատակին, որը դու ունեցել ես մանկուց, օրինակ իմ դեպքում 5 տարեկանից սկսած ես սկսել եմ երաժշտությամբ զբաղվել։ Ինչ խոչընդոտների, այսինքն ինչ խնդիրների է, որը ամեն անգամ այսպես ասած հիասթափությանը հասցնում, բայց հետո պետք է հաղթահարեք ու անցնեք։ Թե անձնական, թե ասենք մրցույթային ինչ-որ անարդարություններ կամ չեմ կարող տենց կոնկրետ ասել ինչ խոչընդոտներ, բայց ամենայն դեպս շատ հաճախ հանդիպում են տես բաներ։ Անձնականը ինչ բնույթի են լինում։ Ձայնի հետ կապված, այսինքն քո անձնական առողջությանը վերաբերող ձայնի հետ կապված խնդիրներ հաճախ են լինում, ճիշտ սխալ երգեցողության արդյունքում։ Դա էլ արդեն շատ է գալիս է դասախոսների իմացությունից ու ճիշտ է մոտեցումից, այո։ Բայց եթե չեմ սխալվում, վերջերս դուք ինչ որ մրցանակ եք արժանացել Փարիզում։ Այո, Փարիզում մասնակցել եմ on-line կերպով առցանց, մասնակցել եմ Նովերսետ ու այլ մրցույթին, որը թարգմանաբար շարքում է նոր աստղեր, եւ այնտեղից հրավեր եմ ստացել, մեկնում եմ Փարիզ համերգային համերգերով այսպես ասած շրջագայության, այնտեղ էլի ցույց տամ մեր Հայաստանի մշակույթը։ Ինչ ծրագրով եք այնտեղ ելույթ ունենալու։ Ելույթ եմ ունենալու Ռախմանինովի Ալեկոյի կավացինայով, որը հենց անձամբ իրենք են խնդրել, որ անպայման ներառեմ իմ երգացանկում, եւ շատ մեծ ցանկություն ունեմ, որ այնտեղ կատարեմ Տեր Ողորմյան, որովհետեւ Վանքում եմ ելույթ ունենալու Սուրբ Էլիզաբեթ Վանքում լինելու համերգը, ու շատ մեծ ցանկություն ունեմ, որ Տեր Ողորմյան կատարելու եմ այնտեղ։ Սովորաբար Սփյուռքում միշտ ասում են, չէ, պահանջված են լինում հայ ստեղծագործողները, Կոմիտասը։ Ես անկեղծ այդպես բան լսել եի, ուղղակի այս անգամ չգիտեմ միտքը որն էր այդ ամենի, իրենք հենց պարտադիր ասեցին, որ Ալեկոն պարտադիր պիտի լինի երգացանկում։ Չգիտեմ, երևի հենց իմ կատարումից էր պայմանավորված այդ իրենց առաջարկը։ Իրենք ասել են, որ Ալեկոն պարտադիր է, բայց այսքան ընթացքային ես կարող եմ այնտեղ առաջարկել, որ իմ ուզած ասենք ինչ-որ մի ստեղծագործություն կատարեմ հենց իրենց օրկեստրի նվագակցությամբ կամ կապել։ Ինչու օպերային արվեստ։ Օպերան իմ համար մանկուց դեռ եղել է շատ հոգևոր բարձր աստիճան։ Ես այդպես եմ գիտակցում, որովհետև մարդ բացի սնունդ ընդունելուց նաև ունենում է հոգևոր սննդի կարիք, որը ինձ համար եղել է միշտ եկեղեցին, եկեղեցական երաժշտությունը, որն էլ անմիջական ասոցացվում է դասական արվեստի հետ, այսինքն օպերային ժանրի հետ։ Եվ այդպես ես մանկուց երազեցի դառնալ երաժիշտ։ Բայց օպերայի պահանջը, օպերայի նկատմամբ վերաբերմունք, օպերայի պահանջարկը Հայաստանում ինչպիսին է։ Իմ կարծիքով օպերային պահանջարկը Հայաստանում շատ քիչ է, որովհետև բարդ ընկալելի մասնագիտությունը, ընդհանրապես դասական երգեցողությունը, ու ոչ բոլորն են կարողանում հասկանալ այնպես, ինչպես ինքը հենց հիմքում գրված է։ Իմ կարծիքով հենց դա է խնդիրը, որ Հայաստանում մի փոքր բացակայում է օպերային ժանրի հետ բարձր հարթակերն է։ Բայց շատ երաժիշտներ ընտրելով դասականը, հետո մենք տեսնում ենք այդ երաժիշտներին ռեստորաններում, հարսանիքներին։ Այսպես ասեմ, դա ամեն մարդու հենց իր անձնական որոշումն է, իր անձնական կյանքի հետ կառուցողական արդյունքն է այդ ամենը։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում այդ ամեն ինչի հետ կապված, բայց անկեղծ ես իմ շրջապատում չունեմ տենց մարդ, որ ասենք սովորել է դասական արվեստ ու այսօր չգիտեմ ոնց են ասում ռաբիս, հա, երգում է ռաբիս կամ շարունակել է ռաբիսով։ Ես չունեմ այդպիսի ծանոթ անկեղծ ինձ ծանոթ մարդիկ այսօրվա դրությամբ արտասահմանում արդեն շատ մեծ վերելքներ են հասել, ու էլի Հայաստանի անունը շոշափվում է։ Իսկ ինչու են գնացել արտասահման։ Դե իմ կարծիքով արտասահմանում զարգացված է այս ճյուղը, ավելի հոգեարազատ է արտասահմանն ու հենց Եվրոպայում։ Թե նաև ֆինանսն է տանում այնտեղ։ Հնարավոր է եւ ֆինանսն է տանում այնտեղ։ Կոնկրետ չեմ կարող ասել ում ինչը, բայց Հայաստանում օպերային, այսինքն հիմա ձեր օրինակով օպերային երգիչը կարող է իր, այսպես ասած, ապրել աստղային կյանքով։ Իմ կարծիքով դժվար։
Չեմ կարծում, որովհետև եթե ուզենանք ապրել որպես աստղ, այսինքն ապահովված լինենք ամեն հարցով, մինիմում գոնե մի 3 խոր, 3 ինչ-որ տենց առանձին տեղեր պիտի աշխատենք միաժամանակ, որպեսզի կարողանանք այդ մինիմալ կարողանանք պայմանները ստեղծել, ապրուստը էլի, ասենց ասած սոցիալական։ Արտասահմանում այնքան այդ գումարային հարց չի, այնքան որ այնտեղ կարիերան ավելի աճի հնարավորություն է տալիս արտիստին։ Չեմ կարող ասել ինչ-որ պայմանավորված անկեղծ, բայց արտասահմանում գիտեմ, լսել եմ ինչ այդ ծանոթ sense հարազատ մարդկանցից, որ այնտեղ կարիերայի աճը ավելի բարձր է։ Իսկ չեք կարծում, որ հենց այդ նույն ֆինանսական խնդիրն է, որ մարդը ի սկզբանե որոշում է զբաղվել դասական երաժշտությամբ, բայց հետո փոխում է ուղղությունը եւ որքան էլ սիրում է դասականը, միևնույն է փորձում է գոյությունը ապահովելու համար երգել նաեւ ռեստորաններում եւ հետսհետե դառնում է արդեն այլ ոլորտի երգիչ։ Դե այսպես եթե նայենք իմ համար օրինակ ռեստորանը ասվածը հենց անմիջապես չի ասոցացվում ռաբիզին, որովհետեւ ռեստորաններ կան, որտեղ հենց էստրադա, նույն ինքը, ասենք էստրադան, փոփ, ջազ, նաեւ դասական, եթե մենք այսօր կարողանանք հասնել այն մակարդակին, որ հարսանիքներն է գոնե ինչ որ կերպ ասոցացվեն դասականին, իմ համար շատ իդեալական կլինի, այսպես ասած։ Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում, չգիտեմ, դասական ինչ ստեղծագործություններ եք պատկերացնում, որոնք կարող են հնչել հարսանիքների ժամանակ։ Դե արդեն դա գալիս է մարդու ճաշակից, նայած ճաշակի ով ոնց է անցալում դասականը ու ինչ տեսանկյունից է նայում։ Օրինակ հետաքրքիր է, ասենք տեսեք, ես գիտեմ, որ դուք Դավիթ Բեկ Արիանն եք կատարել, Դավիթ Բեկ օպերայից, այ հետաքրքիր է, ինչ երաժշտություն կարող է հնչել դասական երաժշտության մասին է խոսքը հարսանիքների ժամանակ։ Ամենևին չարդարացնելով իհարկե ռաբիսը, ես այդ հարցը հենց տալիս եմ ձեր պատկերացումը հասկանալու համար։ Անկեղծ չեմ մտածել այդ ուղղությամբ հարսանիքների ժամանակ դասականը ինչ կարող է լինի, բայց հաստատ վստահ եմ, որ ապագայում, շատ մոտ ապագայում կարող ենք մենք այնպիսի sense մի հատ ժանր ստեղծենք, որը դա նույնիսկ այսօր չկա, այսինքն համատեղենք ինչ որ աշխույժ գործերը, օրինակ դասականին ու sense ինչ որ միքս դառնան ու իրանք ընկալելի լինեն ժողովրդին ավելի սիրուն մատուցմամբ էլի։ Այսինքն դասական միքսերի տարբերակ է, ավելի ժամանակակից։ Այո, ժամանակակից։ Իսկ չեք վախենում այդ դեպքում քննադատությունից, չէ՞, մեր երկրում կա այսպիսի մի բան, երբ ինչ-որ նորարարություն է արվում, նոր փոփոխություն է արվում, որը գուցե նաև լավ է լինում, բայց շատ դեպքերում իմ կարծիքով օրինակ գործի հիմնական մասը, եթե որ գերակշիռ մասը դա ռիսկն է։ Եթե մարդ ունենա ռիսկ ու ռիսկի դեմելու ունակություն, իմ կարծիքով ամեն ինչ լավ կընդունվի։ Մենք այսօր ունենք շատ հետաքրքիր խմբեր, օրինակ ոչ դասական նեմրա, ռեինկարնացիա, որոնք շատ հետաքրքիր կերպով ներկայացնում են հին երգերը նորովի։ Արդյոք դա հնարավոր է անել դասականի դեպքում, թե դասական այսպես նուրբ արվեստ է եւ չպետք է ձևափոխել, չպետք է ձեռք տալ։ Իմ կարծիքով ճիշտ ասացիք, որ շատ նուրբ արվեստ է դասականը, որովհետեւ գալիս է դարերի խորքից։ Ռեինկարնացիան, այսպես ասենք, Սայաթնովայի գործերը, ասենք, կարողանում էինք փոխադրել, ասենք, ժամանակակից ինչ-որ միքսերով, բիթերով, հենց լավ երաժշտություն ստանալ։ Շատ եմ հարգում իրենց խումբը, անկեղծ շատ սիրում եմ, բայց իմ կարծիքով դասականն է կարելի է ինչ-որ տենց գործեր համադրել։ Ճիշտ է, ես կողմ չեմ, որովհետև իմ բնակավարը այնպեսին է, որպեսին ինքը կա, բայց իմ կարծիքով կարելի է համադրել։ Հասարակության վերաբերմունքը ձեր արվեստի նկատմամբ, դասական արվեստի նկատմամբ ամեն դեպքում մենք տեսնում ենք, չէ՞ որ լինում են իհարկե դեպքեր, երբ օպերային ներկայացումների, բալետային ներկայացումների տոմսերը մեծ արագությամբ սպառվում են, բայց հաճախ նաև կիսադատարկ դահլիճներ են լինում։ Դա ինչի հետևանք է։ Դա էլ ինչպես սկզբում ասացի, արդեն մարդու ճաշակից, ինտելեկտից է կախված։ Օպերային արվեստը, կրկնում եմ, շատ բարդ է ընկալվում ժողովրդի կողմից, որովհետև հիմնականը իր ամեն խոսքի տակ ինչ-որ մի մեծ գաղափար է թաքնված ու պիտի այդ լավ խորանաս այդ գործի մեջ, որ հասկանաս ինչի համար է այդ կերպարը, ասենք այդ դրվագում թախից ապրում, ուրախանում, տխրում, պիտի ուղղակի հասկանաս այդ արվեստը, որ կարողանաս ընկալես, իսկ այսօր ժողովրդի մոտ ավելի ընդունված է, որ հասկանան հեշտ ընկալվող երաժշտություն, նրանց համար ավելի հաճելի է, որ դա են լսում այսօր։ Իմ կարծիքը դա է։ Տեսեք, դուք ասում եք ճաշակ, բայց ինչ անել, որ այդ ճաշակը եթե պետքա, ապա բարձրացնել, փոխել։
դա նաև երաժիշտների գործն է, երաժիշտների աշխատանքն է, չէ՞, գուցե շատ դեպքերում դա նոր լավ չի, այսպես ասած, գովազդվում, տարածվում, PR-վում, որովհետև նաև նոր սերնդին է պետք դա հասցնել։ Անկեղծ ես չգիտեմ, տենց մարքեթինգային հարցի չեմ կարող ճիշտ պատասխանել, որտեղ ինքս մասնագետ չեմ կարող ասել ինչ արժի անել այդ ամեն ինչը զարգացնելու, սենց խթան հանդիսանալու համար, բայց իմ կարծիքով եթե ակցիաների տիպ կարգի ինչ որ բան լինեն, լավ, ձեր շրջապատում, տեսեք դուք ասում եք ռաբիս կամ դասական, ձեր շրջապատում որ երաժշտությունն է գերիշխում, ձեր ընկերների շրջապատում, մանավանդ այն ընկերների, որոնք ձեր ուղղվածությամբ չեն գնացել, ձեր բարեկամների։ Իմ բարեկամները հիմնականում, այսպես ասեմ, հարգում են իմ մասնագիտությունը, որովհետև իրանք մարդիկ կան անկեղծ չեն կարողանում լսել իմ մասնագիտությամբ գործեր, որովհետև էլ եմ ասում, չեն կարող ընկալեն կամ մարդուց է գալիս, այսպես ասած, էլի ինքը կընկալի այդ գործը, թե չէ, բայց իրանք ինձ չեն քննադատում։ Իրանք ընդունում են նենց, ոնց որ ես կամ իմ մասնագիտությունը հարգում են, իմ համերգներին ներկա է լինում պարտադիր։ Ընկերներիս հարցով էլ իմ ընկերները դե հասկանում եք, որ հիմնականում բոլորը երաժիշտներ են, տարբեր ուղղվածության, նվագողներ, թե վոկալիստներ, անմեկը տարբեր երաժշտության ու բնագավառի մարդ է, բոլորս մեկս մեկին ուղղակի հարգում ենք, մեր ընտրությունը հարգում ենք ու հարգում ենք այն ամենը, ինչ որ անում ենք։ Արիաներ Դավիթբեկ եւ Ալեկո օպերաներից կան ստեղծագործություններ, որոնք անպայման ձեզ համար կարևոր են լինելու եւ այդ հերոսներին ուզում եք մարմնավորել, այդ ստեղծագործություններն ուզում եք կատարել։ Այո, կա հենց անձամբ Ալեկոն, որովհետեւ Ալեկոն հենց իր մեջ թաքնված է մի շատ կարելի ասել անհասկանալի կերպար, որը շատ հզոր էր, բայց աղջիկը այսինքն կնոջ պատճառով թուլանում է։ Ու հենց իր այդ հոգեբանական ապրումները իմ համար շատ կարևոր է ու դա նույնիսկ կատարելի իմ համար շատ բարդ էր, բայց դա ես անում եմ շատ մեծ սիրով, դրա համար էլ իմ մոտ երևի լավ է ստացվում։ Իսկ այլ գործեր, արդեն որը որ չեք կատարել, բայց ուզում եք կատարել։ Այլ գործեր հետագայի համար երևի Ժերմոնի կերպարը Տրավիատա օպերայից։ Ինչու։ Դե ես հիմնականում ձգտում եմ բարդ կերպարների, որոնք հեշտ չեն հասկացվում, կարելի է դաժե ասել, որ չեն հասկացվում, շատ պիտի խորանաս, որպեսզի հասկանաս, հետո ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, որ ես զբաղվում եմ այդ գործով, այսինքն կերպարը ես բացահայտում եմ այդ ճանապարհի ընթացքում ու ինձ այդ շատ է դուր գալիս։ Իսկ սիրում եք չհասկացված լինել։ Ուզում եմ տեղ թողնեմ, որպեսզի մարդիկ աշխատեն իրենց վրա, իրենց ուղղությամբ, որ ինձ հասկանան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը օպերային երգիչ Լևոն Ալմասյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։